Ողջույն հարգելիներս, վերլուծում եմ այս մոդելները, քանի որ պատրաստում եմ այն մոդելավորել։ Մոդելների վերլուծությունը շատ կարևոր է, որովհետև մենք ոնց վերլուծեցինք, ոնց տեսանք գծերը, այդպես էլ կմոդելավորենք եւ կստանանք նման կամ ոչ այդքան նման մոդելներ։ Ես հատուկ տպել եմ մի քանի տարբերակ, որպեսզի ձեզ ցույց տամ, որ կարող ենք ոգեշնչվել մի նկարից, օրինակի համար բոլոր այս նկարները Pinterest-ից եմ քաշել, չգիտեմ դերերը ովքեր են, դրա համար հեղինակներին չեմ նշում, կարող ենք ստանալ ահա այսպիսի տարբերակ, կարող ենք ստանալ այսպիսի տարբերակ, իրականում իրանք բոլորը տարբեր են։ Կարող ենք ստանալ ահա այսպիսի տարբերակ։ Դա դիզայների աշխատանք է, որովհետև այդպես ֆոտոսեսիա կար սրա հետ կապված եւ այս մոդելից նույնպես ոգեշնչած մոդելներ կար։ Սա նորաձևության տուն էր, ոնց որ հասկացա ատելյե էր, սա նույնպես ատելյեի աշխատանք էր, իսկ սա ըստ իս այն հիմնական ոգեշնչման աղբյուրն է, որից ոգևորվել էին բոլորը։ Երկուսն էլ նույն մոդելն են, ուղղակի գույները փոխած է, բայց նույն մոդելն է, նույն ծալքերն են այստեղ։ Ես տպել եմ բաց տարբերակը, որ կարողանամ այդ բոլոր գծերը գծել եւ այստեղ ցույց տալ։ Ուշադրություն ենք դարձնում հենց ամենավերևի հատվածից։ Այստեղ կանգունակ օձիք է, այն կարող է լինել ամբողջական ձևացքով կամ կարով։ Երբ որ մենք տպում ենք, տպելու ընթացքում ինչ որ գծեր իր հայտ են գալիս, երևում է, որ այստեղ կար կա։ Կարը իհարկե հեշտացնում է մոդելավորումը, մենք կարող ենք ստանալ ավելի գեղեցիկ վերևի հատված ընդգրկող հատված, գիծ, բայց կարող ենք նաեւ այս ամեն ինչը ստանալ միանգամից։ Նախագծելով մեր այս հիմնական կեստի վզի փորվածքին, այն կլինի ամբողջական ձևացքով կանգունակ օձիք։ Երկրորդ կարևոր բանը, որ ուշադրություն եմ դարձնում, դա այս բացվածքն է, որը կարող է օրինակ այստեղ մոդելի մոտ գալիս է մինչև այս տևատակի անկյունները, բայց մեկ այլ ուրիշ մոդելի մոտ այն իջնում է ավելի ներքև։ Տևատակի անկյունը կարող է լինել այստեղ, այն կարող է իջնել ներքև։ Դա նաև ասում է կամ կապված է նրա հետ, թե ինչպիսի բացվածք է մեջքի հատվածից։ Որպեսզի պատկերացնեք խոսքի ինչի մասին է, այստեղ ավելի շատ է իջնում ներքև, գիծը, կողքի կարը հա այստեղ է, թևի անկյունը հա այստեղ է։ Այս սպիտակ մոդելի վրա ավելի ակնհայտ է երևում։ Այսպես ստամ, որ այստեղ կարը հա այստեղ է, ծալք կա այս հատվածում եւ այստեղ է բացվածքը, բավականին բաց է, այստեղ մաշկը երևում է։ Այս մոդելի վրա նույնպես երևում է, որ ընդգրկում է թևի տակը, այստեղ դե ծալքերը բարձրանում են վերև, երբ որ մենք թևը մոտեցնում ենք, որտեղ այստեղից չի սկսում, այլ հենց այստեղից, բայց ելի տեսնում ենք, որ մի փոքր ներքև է։ Կան նաեւ ավելի այսպես բացվածքով։ Նայած ինչ մոդելը ոնց են մշակի ահլի ճիշտ։ Ահա այսպես էլ կա։ Կոնկրետ այս մոդելի վրա կան դարսեր։ Դարսերը այստեղ հանդիպակաց է այս դարսը։ Դրա համար կաթիլանման այդպիսի տեսք ունի այս հատվածում։ Այստեղ մի կողմանի դարսեր են, երկու դարս է։ Մեկը այս հատվածում վզի հենց կետից եւ մեկը մի փոքր ներքև։ Ստացվում է այդպես 3 հատ դարս կա այստեղ։ Այդ դարսը կրկնել է այս մոդելի վրա, այստեղ դարսերը մի փոքր այլ են, խորությունների տարբերություն կա, մի կողմանի դարսեր են, հեռավորության տարբերություններ կա, կրկնությունը այսպեսին է։ Իսկ այս մոդելի մոտ դարսերը շատ հետաքրքիր են, ես օրիգինալ նկարը հիմա կտեղադրեմ, որպեսզի դուք տեսնեք, որովհետև գեղեցիկ դարս է առաջացել վերևի հատվածում բավականին խորը եւ հետաքրքիր ուղղություններ ունեն։ Հաջորդ դարսերը, ուրեմն այստեղից այս երկրորդ դարսը ստացվում է մեջտեղի այս դարսը իջնում է դեպի կրծքի տակ, այսպես ցույց տամ, իջնում է դեպի կրծքի տակ, որտեղ սա կրծքագեղձերն են։ Եվ այստեղ է գոտկատեղի մակարդակ եւ կրծքի այս ներքևի մասով է ընկնում այս մեկը։ Այս մյուսը գալիս է այստեղ, այսա, եւ կրծքի կենտրոնների մոտ այս հատվածում այն բացվում է արդեն, այստեղ հակադարձ ծալք է առաջանում, բայց այս խորությունից է։ Դա ինստինկտյան միայն մինչև կրծքի ամենաբարձր հատվածն է, այնուհետև այն բացված է։ Ստացվում է մենք այստեղ մի հատ դարս ունենք, որ իջնում է ներքև։ Եվ այս հատվածում եւս մի դարս կա, որը կրծքի տակով է գնում եւ գնում է էլինոյից բացում այստեղ, բայց այստեղ կարող է լավ չի երևում այս հատվածը, իրանք կարող են մեկը այսպես գա, մյուսը այսպես գա, իսկ այստեղ լինեն հանդիպակաց, բայց այս հատվածում ունեն մեջտեղը բաց հատված, մոտավորապես 2 սանտիմետր եմ տեսնում։ Այս մոդելի վրա ես դա չեմ տեսնում, այս ծալքերը առաջացել են կրծքի այս բարձրությունից եւ այս անկումից, իսկ հագուստից առաջացել։ Այստեղ գոտկատեղից բարձր վերևի այս հատվածում ես ծալք չեմ տեսնում։ Այստեղ մոդելի վրա դուք կտեսնեք, որ կա 2 ծալք։ Կրծքագեղձի տակից գնում է մի ծալք այսպես, մյուսը այստեղ։ Այս ծալքը եւ այս ծալքը ունեն նույն ուղղությունները եւ շատ փոքր են իրենց խորությամբ, դրա համար նրանք բացվել են։ Իմոց լուսավորությունը կամ շատ է կամ քիչ մի փոքր վատ է երևում, բայց ընդհանուր առմամբ ահա այսպեսին է։ Եվ այստեղ կա ծալքեր, նույնիսկ օրիգինալ կտեղադրեմ, որ տեսնեք, որտեղ հետաքրքիր ծալքեր են, նաեւ այս հատվածում այս մոդելը ամբողջությամբ տարբերվում է, նույնիսկ իր վզի փորվածքի տեսքով ավելի բացվածքը մեծ է եւ հստակ երևում է, թե ինչպիսին է վզի այս պարանոցի հատվածը։ Եվ հենց այստեղից եկեք ուշադրություն դարձնենք գոտկատեղի գծից ներքև ծալքերին, որտեղ այստեղ կար է, բացվածքը կարից է, բայց կա այդպիսի գեղեցիկ ծալքավորներ կիսաշրջած գեստի վրա։ Այս մոդելի մոտ կիսաշրջած գեստի ծալքերը իջնում են, նախ ասեմ, որ հավասար խորություններով եւ հավասար հեռավորություններով։ 4 ծալք է եւ դարս է եւ 4 դարսի միջև հավասար հեռավորություն կա։
Էլի նորից ասեմ, որ բոլոր այս մոդելները գոտկատեղի մակարդակում ունեն կտրվածք։ Այս մոդելի վրա գոտկատեղի մակարդակում կտրվածքը լավ չի երևում, կարող է ունել, կարող է չունենալ, բայց այստեղ դարսեր չեն, այլ ծալքեր են, ուղղակի զբորկա է հավաքած։ Իսկ այս մոդելի վրա հետաքրքիր ծալքեր կան, գոտկատեղի մակարդակից ցած, գիտենք դրանից գոտկատեղի մակարդակից ցած, մի փոքր ներքև նույն կետից առաջանում է երկու դարս, մեկը գնում է հա այստեղ, մյուսը իջնում է կոնքի մակարդակից մի քիչ ներքև, հա այստեղ։ Դա կոնքի մակարդակ, գոտկատեղի կոնքի ընկած հատվածի կեսով, մյուսը կոնքի մակարդակից մի քիչ ներքև։ Եվ երկրորդը ստացվում է այստեղ երկու դարս, երկրորդ կետը նույնպես առաջացնում է երկու դարս, մեկը իջնում է հա այստեղ, ստացվում է ծնկի եւ կոնքի մակարդակի մեջտեղի հատվածով եւ եւս մի դարս իջնում է ներքև։ Էլի նորից նույն կետում, այստեղ կարևոր է որ նույն կետերում են, դրանց պետք է ուշադրություն դարձնել, սրանք ծալքեր չեն, դարսեր են, որտեղ ունեն խորություններ եւ կարվում են մի կետում։ Այս հատվածում կարող ենք ունենալ ծալքեր, որը հատուկ է արվել, բացվել է, հատուկ զբորկա են հավաքել այս հատվածները, բայց կարող է ուղղակի ձգված լինի եւ նկարելուց է այդ փայլերը առաջացել, որտեղ կտորը ատլասանման հյուսվածք ունի։ Հիմա մտածենք կարերի մասին։ Եթե գոտկատեղը կարող է, ապա աշխատանքը ամբողջությամբ կատարել ավարտել ավելի հեշտ է, որտեղ մենք կարող ենք գոտկատեղի մակարդակում անենք կտրվածք եւ հեշտ մոդելավորենք գոտկային սեղմոնները, կրծքի սեղմոնների հետ առաջացնելով մեծ խորություն, որը մենք կարող ենք տալ եւ ձևավորել այս դարսերը։ Իսկ գոտկատեղից ցած կիսաշրջազգեստի այս հատվածը առանձին մոդելավորել։ Այստեղ բացվածքը հաշվենք, որ սա մեր կոնքի մակարդակն է, կոնքի մակարդակից մի փոքր վերև, ստացվում է գոտկատեղից կոնք ընկած հատվածը, եթե բաժանենք երկու մասի, մի քիչ ներքև։ Այսպիսի գեղեցիկ կոր գծով, որը իմ կարծիքով մեջտեղի գծում մինչև ծնկի մակարդակում գալիս է եւ հավասարվում է, եւ այստեղ մենք ունենք ուղիղ հատված։ Դե ոտքը այստեղ բացված է, դրա համար այստեղ ծալքերը խորացել են, բայց այս եզրը ուղիղ է։ Լայնությունը, ես տեսնում եմ, որ այստեղ ընդգրկող է համարյա թե բոլոր մոդելների մոտ դա այդպես է։ Մինչև այս կոնքից մի փոքր ներքև ընդգրկող հատվածներ են։ Ես այդպես եմ տեսնում, համարյա թե բոլորի մոտ։ Եվ հետո նոր լայնանում է ներքև։ Լայնությունը կարող եք որոշել ըստ ձեր կտորի, ձեր ցանկության, այն կարող է լինել ուղղակի, տրապեցիա կամ էլ տակ ցանկացած լայնություն, որ դուք ցանկանում եք ըստ հագուստի նշանակության, որքան երեկոյան, այնքան կարող ավելի գեղեցիկ լայնանալ ներքևի հատվածը։ Այստեղ իրականում իմ գոլեգաներից մեկը այստեղ գեղեցիկ կար էր արել ռելիեֆային եւ այդ ռելիեֆային կարը որոշակի մասով բացվածք էր տրվել եւ այդ բացվածքից արդեն առաջացրել այս ամեն ինչը, այսինքն իրար վրա եկող չէր։ Դա որպես տարբերակ ես այս մոդելն եմ ձեզ հիմա ուզում ցույց տալ, որ այստեղ կար է եւ հետո նոր այս դարսերն են ձևավորած։ Որպես տարբերակ նույնպես կարող եք հաշվի առնել, բայց այստեղ մոդելը առաջարկում է, որ իրար վրա եկող երկու դետալ լինեն։ Ստացվում է, որ սա գալիս է դեպի այստեղ, իսկ սա գալիս է դեպի այստեղ, իդեպ որ սա կարող է չգնալ դեպի ինչ-որ մի կար, այլ կարող է այստեղ վերջանալ։ Մենք չգիտենք ուր է գնում, իրականում պետք է ներսը նայել, որքան է բացվածքը, միայն թե ասեմ, որքան որ այդ գիծը կոր տանեք մի կողմ, այդքան կրելուց կերևա։ Օրինակ, այստեղ երևում է, որ ընտրել են պրակտիկ տարբերակ եւ այն, ահա այստեղ այսքան ոնց որ մինի կիսաշրջազգեստ։ Որքան է որ սա քայլելուց բացվի, տակից երևալու է կիսաշրջազգեստը։ Այս հատվածից նկարի մեջ երևում է, որ այստեղ կա կար, դա նշանակում որ մոտավորապես մի 10 սանտիմետր, այստեղ նույնպես կար անկնում է իրականում ահա այս հատվածներում, կա այս բացվածքի մինչև կողքի կար գնացող մոտավորապես 10 սանտիմետր։ Դա ակնհայտ երևում է այս մոդելի վրա։ Այստեղ կարն է եւ բացվածքի դեպի կար կա նորից մոտ 10 սանտիմետր։ Մի քիչ կարող է շատ լինել, քիչ լինել։ Դա ընդհանուր վերլուծություններ, առանձին տեսանյութով ես ցույց կտամ մոդելավորումը մի փոքր արագացված, իսկ Telegram-ի մասնակիցների համար ավելի մանրակրկիտ բացատրությամբ։